Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք մեր հերթական թեմայով զրույցն ենք այսօր պլանավորել, որը պետք է հիշեցնեմ ուղղված է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում կարևոր հարցերի քննարկմանը եւ հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետեւել YouTube-ում եւ Spotify-ում։ Այսօր մի շատ կարևոր հարցից ենք խոսելու, ինչպիսին թատերական գործունեությունն է եւ շատ ուրախ եմ, որ այդ զրույցը ունենալու ենք Միհր թատրոնի համահիմնադիր Շողակաթ Մլքե Գալստյանի հետ։ Շնորհակալ եմ Շողակաթ, որ միասին այս խոսակցության հնարավորությունը ունենք եւ ուզում եմ մեր խոսակցությունը սկսենք այն կետից, որը կարծում եմ թերևս գուցե ամենահաճախ տրվող հարցերից պիտի լինի ոչ պետական թատրոնին, որտեղ թատրոնը մեզ համար ընդունված է հասկանալ մի բան, որը գլխավորապես պետական է եւ մենք սովոր ենք ընկալել թատրոնը առավելապես նաև իբրև շենք։ Եվ ես ուզում եմ մի փոքր խոսենք այն մասին, ինչպես առաջացավ գաղափարը ընդհանրապես թատրոն ունենալու, որը այս ատրիբուտները չունի։ Առաջին հերթին ուզում եմ ասել շնորհակալություն, որ մենք միասին ենք երկխոսում այս թեմայի շուրջ։ Ես բազմիցս երբ ասում են ոչ պետական, ես ասում եմ չէ, ոչ թե ոչ պետական, այլ անկախ ու կարևոր մի բան, երբ որ մենք գնում ենք հետ 2003 թվական մենք բնականաբար որոշել ենք փոխել աշխարհը, որովհետև այդ կետից ես դու միշտ սկսում ցանկացած բան, մենք որոշել ենք փոխել աշխարհը ու անել ինչ-որ բան, որ ոչ մեկ չի անում ու երբ որ գալիս է քո այդ ոգին, որ դու ուզում ես լինել այդքան փոփոխական, ուզում ես անել մի նոր բան, մի նոր շունչ ու երբ որ դու գտնվում ես այսինքն ավելի տենց իտալական ոճի թատերական տարածքներում զգում ես որ այդ այնտեղը չի որտեղ դու ուզում ես արտահայտվես քո համար ոնց որ բեմը ինքը ավելի լայն է քան թե ընդհանրապես այդ 4 պատը ու նույնիսկ մեր առաջին ներկայացումը եղել է հիմա արդեն ցավոք սրտի չկա այդ ամֆիթատրոնը դարձել է այգի բայց բացօթյա Մաշտոցի վրա ու գիտեք ինչն է ինչի ենք մենք անկախ որովհետև այդ ընտրությունն է դու ուզում ես լինես քոնը պատկանես քեզ ու լինես քո հետ քո մտքերի ու քո գաղափարների հետ երևի թե կարելի ասել շատ ուղիղ երկխոսության մեջ ու չես ուզում պետական ֆինանսավորման ազդեցությունը լինի այդ երկխոսության մեջ, ճիշտն ասած։ Ու տենց ոնց որ մենք եկանք այդ գաղափարին, որ մենք ու երբ որ մենք ստեղծվել ենք, ու էլի տարբեր, չգիտեմ, 2000-ականների սկիզբը շատ հետաքրքիր ժամանակ ա եղել եւ մեր քաղաքասարակությունը եւ ընդհանրապես չգիտեմ, շատ տարբեր քաղաքական զարգացումներից հետո էր մարդիկ շատ ավելի շատ ասելու բան ունեին ու շատ ավելի շատ էին թիվը այդ ժամանակվա ստեղծվածների, բայց ցավոք սրտի մեր մոտ պայմանները մի տեսակ sense շատ վայրի են, դու պետք է sense պայքարես ու քո մաշկը պետք է շատ sense պինդ լինի, որովհետև միշտ այդ զգացողությունը կա, որ դու ոչ մեկին պետք չես։ Բայց հուսով եմ այդ զգացողությունը տարիների հետ անցնում է։ Տարիների հետ անցնում է, որովհետև գայս է այդ միջազգային ճանաչելիությունը, ճիշտ ասած, այդ միջազգային ճանաչելիությունը քեզ շատ է ոգեշնչում, որովհետև երբ որ դու ներկայացնում ես, չգիտեմ, Հայաստանը համար 1 փառատոններին, նույնիսկ հիմա գալիս ենք Էդինբուրգի միջազգային փառատոնից, որտեղ, չգիտեմ, առաջ երբ որ լսում են Հայաստան, ասում են դուք ընդհանրապես երկիր ունեք, տենց այսինքն մարդիկ Շոտլանդիայում իրանք իրանց դարտերով, այսինքն դու սենց շատ մեծ պատասխանատվությամբ ես, դու սենց դու քեզ մի քիչ բան է նմանացնում ես քո երկրի հետ ու ասես գնում ես ու այդ միջազգային ճանաչելիությունը կամ որ դու դրսում ելույթ ես ունենում նա ոչ մեկ քեզ չի ասում դուք պետական եք իսկ որ դու այնտեղ Հայաստանից ժամանակակից բարի թատրոն ես դու այնտեղ Հայաստանն ես ու ոչ մեկ չի ստուգում քո լեգալ ստատուսը ու իհարկե հաճելի է լինում երբ որ դու ունես ֆինանսավորում այդ այլ հարց է բայց այդ միջազգային ճանաչելիությունը տալիս է ոնց որ այդ օդը որ դու դիմանում ես այստեղ որտեվ այստեղ մի քիչ դժվար է մեղմասել
Այ ուզում եմ մի փոքր խոսենք այդ մասին, որտեվ իրականում այս խոսակցությունը նաև պիտի լինի դժվարությունների մասին եւ անկախ թատրոններու, իրականում ես իմ խոսքում պատահաբար չէ, որ օգտագործեցի ոչ պետական, որովհետեւ մենք իրականություն սովորաբար բաժանում ենք այդ երկու մասի։ Եվ կարևոր է, որ այդ շեշտադրումը, որ դուք դնում եք դրա մեջ, այսինքն անկախությունը, թատերական գործունեության ու դա ձեզ համար կարևոր ու սկզբունքային է, բայց կարծում եմ պետական թատրոններն էլ պետք է անկախ լինեն ստեղծագործական իմաստով։ Այդ իմաստով կարծում եմ, որ դա նաև գուցե, չգիտեմ, արվեստի առանձնահատկություն է, չեմ պատկերացնում ինչպես կարող է արվեստը ազատ չլինել, բայց եկեք ձեր դժվարություններից նաև խոսենք։ Ասում եք այդ շրջանում, երբ որ ձևավորվում էին 2000-ականների սկզբում շատերն էին, որ փորձում էին այս մտքերը առաջ տանել, ոչ բոլորը հասան այս օրեր։ Դուք հասել եք, գնում եք Էդինբուրգ, դժվար է, բայց դուք էստեղ եք, այ որ հատկություններն է, որ ձեր թատրոնին տվել են հնարավորություն շարունակելու, զարգանալու եւ ինչպես եք ընդհանրապես կարողանում այս իրավիճակներում ստեղծագործել։ Գիտեք, նենց դժվար է պատասխանել այս հարցին, որտեվ ես չգիտեմ էլի ինչ անեմ։ Ես չեմ պատկերացնում, եթե ես արթնանում եմ ու սրանով չեմ, ես ազնիվ չեմ պատկերացնում, ես ու շատ դժվար է, երբ որ մենք ասում ենք դժվար է հենց առաջին կետից, այսինքն փորձատեղի, ելույթատեղի, չգիտեմ, նույն մենք նաև շատ հետաքրքիր մասնագիտական անտարբերություն ունենք այս հարցերում, այսինքն շատ հաճախ պետական եւ ոչ պետական անկախ սեկտորներ, այսինքն մենք շատ տենց անգլերենով ասած բաբլներով, այսինքն մենք մեր փուչիկներում, մենք մեր հանրություն, մենք ցավոք սրտի բավականին մեծ է մեր մասնագիտական անտարբերությունը իրար նկատմամբ, այսինքն երբ որ մենք ես իմ բոլոր իմ գործընկերներին ու իրոք հպարտանում իրանց բոլորի աշխատանքով, բայց վստահորեն սպասելի է, որ ես պետք է տեսնեմ իրանց բոլոր առաջնախաղերը, բայց այդքան էլ մեծ սպասելի չի, որ իրանք պետք է տեսնեն իմ առաջնախաղերը։ Ու ես սիրով գնում եմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում դրա մեջ, ու որովհետև իրանք իմ մասն են, իմ ճաշակին են, իմ ոճին են, թե չէ, այդ այլ հարց է։ Բայց ես համարում եմ, որ մենք միասին ենք, մենք մի ոլորտ ենք, մենք մի, ոնց որ գիտեք այդ ընտանիքի պես է, ոնց որ դուք իրար հետ եք, այսինքն ուզենք չուզենք, այսինքն գոյություն ունենք իրար հետ ու բայց շատ հաճախ օրինակ կարող ենք տեսնել, որ չգիտեմ, անկախ թատրոնները կարող են իրար միջոցառումներին կամ իրար փառատոններին լինեն, նրանք իրար հետ ու երբ որ մենք տեսնում ենք իրար, մի ժպտում ենք, գրկում ենք, շատ սիրում ենք, բայց այդ սերը պետք է նաև գործողություն դառնա ու երբ որ օրինակ, չգիտեմ, խոսքը գնում է ֆինանսավորման, այդտեղ բարդ է, որովհետև ընդհանրապես Հայաստանում արվեստով զբաղվելը բարդ է, որովհետև կա մեծ սպասում, որ պետք է պետությունից լինի ֆինանսավորում, բայց պետությունն էլ իր խնդիրները ունի ու չի կարող ամբողջ ոլորտը անի։ Երբ որ գնում ես մասնավորին, մասնավորներ կան, որոնք շատ ագրեսիվ են իրանց մարքեթինգային քաղաքականությամբ, ուղղակի դու սենց ոչ օրենքով ես պաշտպանված, ոչ, այսինքն եթե իրան թողնում ես, ինքը սենց կլանում է քեզ, ու դու պետք է ինչ-որ սենց դու սենց շատ բանա թղթի է լինում էլի քո բաները, հա, որովհետև ինքը սենց գալիս է քեզ կլանում է ու կան հիմնադրամներ, որոնք աջակցում են, բայց նաև այստեղ գալիս են արդեն տեղը հիմնադրամների, այսինքն մենք չենք կարող սպասում ունենալ, որ հիմնադրամները պետք է իրանց վրա վերցնեն այդ մեծ պատասխանատվությունը, որովհետև հիմնադրամներ են իրանց քաղաքականությամբ։ Չի կարող թատերական գործունեություն լինել եկամտաբեր, թե ընդհանրապես մշակույթի մասին այդ տերմիններով պետք չի խոսել։ Չէ, ընդհանրապես ախր գիտեք, այս շատ կարևոր հարց եք տալիս, այդ եկամտաբերությունն ու ընդհանրապես ֆինանսական կայունությունը, ինքը շատ հետաքրքիր բան է, բայց այս հարցը ես կարող եմ տալ բոլոր ոլորտներին, այսինքն մեզ թվում է, որ վարսավիրանոցները իրանք միանգամից եկամտաբեր են, բայց չէ, վարսավիրանոցի տերը մի հատ էլ խանութ ունի, մի հատ էլ էս ունի, մի հատ էլ ունի, այսինքն մենք շատ ավելի շրջանային ենք նայում բոլոր այլ ոլորտները, իսկ մշակույթի ոլորտում Հարցին, արդյոք ինքը կարող է եկամտաբեր լինել, այո,
Բայց հիմա ուզում եմ մենք մի հատ իրավիճակ իրար հետ քննարկենք։ Դուք ունեք տարածք։ Բեմ։ Ես գալիս եմ ձեզնից վարձակալեմ, ձեր բեմը ընդունենք 300, միջինը մեր մոտ 200-ից մինչև իհարկե 1500 տեղ ունեցող դահլիճներ կան, բայց ընդունենք 300 տեղ ունի ձեր դահլիճը։ Ես գալիս եմ ասում եմ կարող եք օր տալ ինձ, դուք ասում եք, իհարկե կարող եմ տալ օր։ Տալիս եք ինձ ամսի 2 շաբթի, 3 շաբթի, այդ օրերը հիմնականում, որտեղ մնացած օրերն դուք էլ ունեք պլան, որ պետք է վաճառեք, ասում դե լավ, իհարկե 300 տեղա ես բնականաբար գովազդի վրա եմ ծախսում, որտեղ գովազդն է շատ թանկ։ Էլ Instagram, էլ փորձում եմ երկու հատ պոստեր, այնտեղ մի երկու հատ տեղա բացվել, ինքն էլ ինչ-որ մի հատ գովա։ Հիմա ինչքան պետք է ես դնեմ տոմսը, որ այդ մի վարձակալությունից հանեմ, շատ բարձր է ստացվում, այսինքն ես պետք է շատ խաղամ։ Այսինքն ես պետք է մտնեմ թաթերաշրջան։ Երբ որ ես գայս ասում կարակ ինձ տակ մի անգամից 10 ելույթ։ Այս դուք որպես տարածք ասում եք, օպա, մի տոպ, մենք լավ ենք իրար հետ։ Բայց այդ դեպքում արի դու օգտագործի իմ արվեստագետներին, որ չստացի, ոնց որ դու գալիս ես որպես ապենդիքս կպնում ես ինձ։ Արի մենք իրար հետ համագործակցենք։ Ու ստացվում է ոնց որ մենք սիներգիայով պետքա կպնենք իրար։ Ես այլ ընտրություն չունեմ կամ ինքը ասում է դե եթե տենց է, ուրեմն արի դու վերցրա ամսվա 2 շաբթիները։ Ես շատ քիչ մարդ գիտեմ, ով 2 շաբթի երեկոյան պլանավորից ասում է, այ չէ, այսօր ես պետքա գնամ ներկայացում նայեմ, որտեվ այսօր է տորն է։ Չէ, հիմնականում 2 շաբթին ամենաքիչ հաճախելու օրերն են։ Ոստեղ գալիս են դուք հիմա ինձ գնայեք, ասեք, բա ո՞նց են անում մյուս թատրոնները։ Ես կասեմ, այդ դեպքում մենք ունենք հստակ ընտրություն, երբ որ մենք ունենք կոմերցիոն ներկայացումներ, որոնք կարողանում են տվյալ ոլորտում շահութաբեր լինեն, տվյալ պայմաններում, երբ որ ես վարձի վճարը, չգիտեմ, 300 կամ 400 հազար եմ ձեզ տալու, որովհետև մենք արդեն ունենում ենք մեդիինի, չգիտեմ, մարդկանց, TikTok-յան կամ ոչ TikTok-յան աստղերի ու նաև շատ ջուրամարս թեմա, որտեղ ինքը ավելի շատ այնպես կատակերգական, ինքը այնպես ավելի ժամանցային է լինում։ Իսկ երբ որ ես գալիս եմ ուզում եմ դուք նայեք պանդխտության երգը, ներկայացումը, այսինքն շատ հաճախ ոնց որ թեման էլ է լինում։ Բայց հիմա հարցում եք ինձ ոնց, չէ, այսինքն դե միգուցե իրականում այդ խնդիրը կա բոլոր թատրոններում ու այդտեղ ինչ որ մի բալանսավորման քաղաքականություն պիտի լինի, որը հավասարակշռի եւ նա եւ նա։ Եվ այդտեղ մեր լուծումը ես կարամ, չգիտեմ, ամեն մի թատրոն այդտեղ իր բանաձև ունի, ճիշտն ասած, այսինքն ես չգիտեմ, ամեն մի անկախ կամ ոչ պետական թատրոն մեկը իր տարածքն է ստեղծում, մեկը մենք գնում ենք ալտերնատիվ տարածքներում ենք ելույթ ունենում, այսինքն դա լինում է մեր փրկությունը։ Որտեղ այստեղ կներեք, ես ուրիշ բան եմ նկատում նաև ալտերնատիվ տարածքների մասին, որովհետև ուզում եմ ավելի մանրամասն խոսենք, եւ ես վերջերս նկատում եմ, որ պետական թատրոններն էլ են փնտրում ալտերնատիվ տարածքներ, որովհետև նաև հանդիսատեսն է ուզում ալտերնատիվ տարածք, որտեղ որ ինքը մի կողմից թատերական ներկայացման մասնակից ու հանդիսատեսան, մյուս կողմից դա այն դահլիճը չի, որում մենք սովորենք ներկայացում դիտել, դա գուցե բակ է, դա գուցե մի տարածք է, որը հարմարեցված է արվեստային ստեղծագործության համար, այսինքն չեք գտնում, որ իրականում էստեղ ոչ միայն ձեր դժվարություններ, այլ թատերական գործունեության զարգացումն է տանում դեպի այդտեղ։ Սա ես ուզում եմ մի քիչ ոնց որ մի քիչ վերագրենք այդ ցանկությունը հանդիսատեսին նաև այն մարդկանց, ովքեր շատ երկար տարիներ, նույն վիզուալ արվեստագետներին, նույն կատարողական արվեստագետներին, ովքեր շատ երկար տարիներ 4-5 հոգու համար ելույթ են ունեցել ու ստեղծել են այդ մշակույթը Հայաստանում։ Ես հիշում եմ, երբ որ մենք առաջին անգամ անում էինք ներկայացումներ, մենք ոնց որ հանդիսատեսին վերջում պաչիկ էինք անում բոլորին, որտեղ բոլորին գիտեինք, հասկանում եք, ոնց որ մենք վերոնցով հավաքվել ենք, որովհետև այդ 2003 թվականն այդ հին ժամանակներ, բայց դա կա նաև հենց չգիտեմ, հենց այդ նույն կրթական մասը կա, որ մարդիկ սովորում են գնալ դեպի ու նաև քո կյանքը հեռախոսում է այնքան գունեղ, այնքան հետաքրքիր է, նաև չգիտեմ, նույնը մի տեսակ դու սպասում ես։ Ու սա բերում է մի տեսակ դիսոնանսներին, որտեղ շատ ինստագրամյան ներկայացումներ են հիմա ստեղծվում, ամբողջ աշխարհում մենք չենք կարող ես առանձնացնել դրանով, բայց շատ ինստագրամի որտեղ դու տեսնում ես ներկայացման, չգիտեմ, ռիլերը կամ չգիտեմ, սթորիները, հետո ինքը շատ սին է, բայց երբ որ դու նստած ես դահլիճում, դու սենց ուղղակի մտածում ես ստացվում ինչի մասին է, բայց հետո հասկանում ես, օքեյ, այս ինստագրամյան է ստեղծվում։ Բայց այդ ալտերնատիվ տարածքները, այսինքն այդ այլընտրանքային տարածքները, այնքան Հայաստանը, չգիտեմ, ես շատ եմ սիրում Հայաստանը, իմ համար ինքը
ամենասիրունն է ու ամենաստեղծարարն է ու շատ սիրում եմ Երևանը, բայց այդտեղ մի փոքր հարց կա, որ Երևանում մարդիկ շատ սիրում են կենտրոնը ու այդ կենտրոնն էլ sense օր-օրի միլիմետր առ միլիմետր sense փոքրացնում են, sense իրոք շատ է փոքրացել հիմա կենտրոնը ու եթե ես ձեզ հիմա ասեմ օրինակ, գիտեք Նալբանդյան 50, ձեզ համար տպավորություն է, որ ցոր այդ այնքան հեռու է։ Այդ այնքան հեռու է ձեզանից, որտեղ ինքը Աբովյան մեկը չի։ Ու մենք իրեն որ sense փոքրացնում ենք, այդ այլընտրանքային տարածքներն էլ ենք մենք sense փոքրացնում։ Ու այսինքն ստացվում է, որ դու ոչ մենակ ներկայացում պետք է ստեղծես, դու պետք է մի ամբողջ փորձառություն ստեղծես այցելուի համար, այսինքն երբ որ օրինակ մենք թատրոնով ստեղծեցինք Հրաչի արվեստանոց Աշտարակ քաղաքում, մեր մոտ բանը որ Երևանում մենք չենք, մենք Աշտարակ քաղաքում մեր այսպես ամառանոցը սարքեցինք ներառական արվեստի կենտրոն, ու այնտեղ անում ենք մեր նաև ներկայացումները ու դա նաև, չգիտեմ, էլի եմ ասում, ու շատ էլի անկախ արվեստագետներ, էլի վիզուալ արվեստագետներ կամ կատարողական այլ ոլորտի իրանք էլ են հիմա ապա կենտրոնացնում Երևանը ու այդ այնքան կարևոր, այսինքն ուզում եմ նույն այդ հանդիսատեսին Երևանի կենտրոնում դու կիսում ես, չգիտեմ, փաբից սկսած ամեն ինչի հետ էլի։ Իրականում այդ մենակ Երևանում չի, որովհետև ես առնվազն վերջին տարիներին մենք տեսնում ենք ոչ պետական կամ անկախ թատրոններ, որ ձևավորվում են, չգիտեմ, Գյումրիում, Աբովյանում, Բյուրականում, ամենատարբեր ֆորմատներով, Եղվարդում ու ինձ շատ տեսանելի է նաև մեր բոլոր մարզային ծրագրերում, թե ինչ հանդիսատես ունենք, որը սպասում է իրականում արվեստին, մարզերում, տարբեր բնակավայրերում։ Ու ինձ թվում է մենք մի քիչ էլ շատ ենք կենտրոնացել Երևանի կենտրոնում ու մի տեսակ այստեղ նաև ասելիքի ստեղծագործության բազմաթիվ խնդիրներ ենք ստեղծել։ Հա, չէ, այսինքն, չգիտեմ, մի քիչ այդ էլի ոնց որ չգիտեմ, աղմուկը Երևանի կենտրոնում շատ է ու գիտեք ինչքան կատարյալ է, երբ որ ստեղծում են, օրինակ, չգիտեմ, նոր ներկայացումներ, նոր խմբեր, շատ հրաշալի process է, բայց նաև կարող եմ ասել, որ ասենց շատ ցավոտ է լինում, օրինակ, որտեվ դու հիշում ես, որ չգիտեմ, բայ ժողովուրդը ստեղ մի բան էր արել, մի հատ տեսնեմ ոնց են, ու իմանում ես, որ էլ չեն անում։ Ու այդ այնքան ցավոտ է, որովհետև դու հասկանում ես, որ խոչընդոտները, երբ որ գալիս են, իրանք մենակ են լինում խոչընդոտների հետ շատ հաճախ ու նաև այստեղ հիմա օրինակ իհարկե մենք միշտ կանանք մեղադրենք պետությանը բոլոր հարցերում, բայց այստեղ գալիս է նաև մեր արվեստագետների իրար կողք լինելու հարցին։ Պատկերացրեք օրինակ պետական թատրոնները ինչքան դեկորներ ու հագուստներ ունեն։ Հիմա պետական թատրոնները կասեն, որ իրենք այդ բոլորը օգտագործում են, ես վստահ եմ ու բոլորը պետք են, բայց նաև վստահ եմ, որ կա 1 միլի%, որ իրենց պետք չի, բայց ինչքան այդ մեծ ու կարևոր ներդրում կարող լինի, եթե մենք փորձենք իրար հետ ռեսուրսներ կիսվել ու այդ ռեսուրսներ կիսվելը ինքը շատ մեծ գաղափարական փոփոխություն է, որը դեռ տեղի չի ունեցել, որ հուսով եմ տեղի կունենա, որը տեղի ունեցել շատ այլ ոլորտներում իրականում, այսինքն նույն հյուրասիրության ոլորտում դա տեղի է ունեցել, բայց արվեստի ոլորտում դա դեռ տեղի չի ունեցել, այսինքն մենք դեռ իմ ռեսուրսս են պինդ բռնում եմ ու քեզ չեմ տալիս, որովհետև ես այնքան եմ պայքարել այս մի քառակուսու համար, որ չեմ կարողանում կիսվեմ, որովհետև ինձ թվում է կիսվելով ես թուլանում եմ, բայց հուսանք մենք կգանք այդ կետին, երբ որ մենք իրար ավելի ամբողջական կնայենք ու մի քիչ zoom out-ով կնայենք ու կտեսնենք, որ այդ պետք դրա համար։ Կախարդական փայտիկ 1 երևի թե շատ խոսենք իրար հետ։ Ես շատ քիչ եմ տեսնում վայրեր, երբ որ մենք խոսում ենք։ Դրան մեծ դեր ունեն փառատոները։ Փառատոները իրականում այդ հանդիպման վայրն են լինում շատ հաճախ պետական եւ ոչ պետական, չգիտեմ, underground եւ ոչ, այսինքն փառատոները շատ հաճախ այդ հանդիպման վայրն են լինում, երբ որ իմանում ես, տեսնում ես, խոսում ես, վայ, այդ պահերը։ Մենք պետք է շատ իրար հետ խոսենք, մենք չենք խոսում։ Եթե մենք ոլորտային շատ հանդիպումներ ունենանք, որտեղ կարողանանք հասկանանք, որ մենք մի ոլորտ ենք։ Մենք մեկն ենք, այսինքն մենք բոլորս նույն խնդիրներ ունենք։ Ու այս հարցում մենք նույն խնդիրներ ունենք նաև պետական թատրոնների հետ, այսինքն ոչ մենակ չէ, ասենք օրինակ թատերական գործիչների միություն, այդ ստեղծագործական միությունները ընդհանրապես, որ մենք ունենք ոլորտային։ Ինչ է կարծում,
իրականում որևէ դեր պիտի ունենան ոլորտի համախմբման գործում, թե այդպես դուք մտածում եք, որ փառատոնները, այլ հարթակներ ընդհանրապես ավելի հեռանկարային են։ Ստեղծագործական ոլորտ միությունները իստվա երբ որ ես խոսում եմ նաև այդ միությունների աշխատանքի մասին ու երբ որ դու իրանց հետ ես խոսում միության անդամ եք թատերական գործիչների այո ահա ինչա ձեզ տալիս միության անդամ լինելը նախ տալիս է մի անդամակցության քարտ, որով ես բավականին մեծ զեղչով մտնում եմ թանգարաններ եւ ցուցասրահներ այլ երկրում, դա չեմ կարող ես բացառեմ, նաեւ բայց ես չեմ ինձ թվում է իմ իրականում երբ որ խոսում ենք մենք միության մասին, միությունը հենց թատերական գործիչների միությունը ունի բեմ շատ ստեղծարար, շատ գեղեցիկ Մաշտոցի վրա դերասանների տունը, որ երկար տարիներ օրինակ շատ ակտիվ ոնց որ հաբ լիներ ստեղծարար ներկայացումների համար, բայց երբ որ խոսում ենք իրանց հետ, իրանք էլ ասում են, մենք հկենք, որ նույնպես պետական աջակցությամբ կարիք ունենք, իրանց ռեսուրսներն էլ շատ պետությանը Դե գիտեք ինչ, ոնց որ այո, ուստեղ հարց է գալիս էլի, երբ որ արդյոք պետությունը դնում է իրանց ֆինանսավորման ժամանակ խնդիր, ու որն է ձևավորված խնդիրը պետության, հենց նույն միություններին, երբ որ ես ոնց որ հարց ունեմ նաև ոնց որ դեպի պետությունը, այսինքն որն է ձևավորված հարցը միությունների, որովհետև կներեք, նույն ձևի միությունները միջև հասնեն անկախ ստեղծագործողներին, իրանք ունեն բազմաթիվ սոցիալական կամ այլ խնդիրներ ունեցող անդամներ տարիքով, սենց խնդիրները շատ են, ստացվում է ոնց որ մեր խնդիրները իրանք առաջնահերթային չեն լինում, գնում են որովհետեւ մի այլ կետի են հանգում, բայց ինքը նաև չգիտեմ, նույն նկարիչների միությունը կամ չգիտեմ, կոմպոզիտորների միությունը իրանք շատ մեծ ներուժ ունեցող միություններ են, որոնց ինձ թվում է ներուժը դեռ միջև վերջ չի բացահայտված երկրում, եթե sense կարելի է ձևակերպել։ Դե իրականում միությունները կարծում եմ շատ կարևոր դեր կարող են ունենալ հենց ոլորտի շահերը ներկայացնելու, ոլորտի օրակարգը առաջ տանելու հարցում ու երբ որ միությունները ակտիվ են, երբ որ միությունները իրոք ներկայացուցչական են, պետությանն էլ է հեշտ այդ ոլորտների հետ գործ ունենալ, որտեվ կա ինստիտուցիոնալ ձևակերպում, թե ոլորտի առաջնահերթությունները որոնք են, որ օրակարգով է պետք իրար հետ խոսել, օրինակ, երբ որ մենք դրամաշնորհային ծրագրեր ենք անում, որտեղ են այդտեղ առաջնահերթությունները, ուր պիտի ուղղվեն ծրագրերը, ուր պիտի գնա ֆինանսավորումը, այդ թվում պետության կողմից։ Այսինքն իրականում կարծում եմ, որ ստեղծագործական միությունները բավականին լուրջ անելիք ունեն, բայց շատ վտանգավոր եմ համարում պետության կողմից որևէ ձևով այնպիսի մասնակցությունը, որը կարող է նշանակել ազդեցություն եւ կարող է նշանակել ուղղորդում։ Դա համար շատ կարեւոր է, որ իսկապես ոլորտը կարողանա ձևակերպել իր շահերը։ Հիմա նայեք, ասենք մենք նույն դրամաշնորհներից ենք, չէ՞, խոսում եւ թատերարվեստի ուղղությամբ նույնպես ամեն տարի դրամաշնորհներ են հայտարարվում եւ տարբեր հայտեր են ներկայացվում։ Պետությունը գիտի ինքը ինչ է ուզում։ Օրինակ անցյալ տարի մենք մեր գրահրատարակչական ծրագրերը փորձեցինք փոխկապակցել թատերարվեստի ոլորտի մեր ծրագրերին, որպեսզի մեր ժամանակակից հեղինակներին նաև բեմադրվելու հնարավորություն տանք, որտեղ կարևոր ենք համարում, որ այն մարդիկ, ովքեր գրում են, նրանք նաև ներկայացվեն եւ այդ կապը տարբեր ոլորտների մեջ մի բան է, որ մենք պետություն որպես կարող ենք խրախուսել, բայց այդ կտրտվածությունը, այն ինչի մասին դուք խոսում եք, մեզ պարզ չի դարձնում օրինակ թատերական ոլորտի առաջնահերթությունները որպես այդպեսին, որտեղ բազմաթիվ խաղացողներ կան ու դա լավ է, բայց ընդհանուր խնդիրները ձևակերպված չեն։ Այո, որտեվ շատ քիչ է լինում ռազմավարական երկխոսություն նույն ոլորտի ներկայացուցիչների հետ, որովհետև երբ որ ես խոսում եմ, օրինակ, չգիտեմ, մեծ թատրոնների ղեկավարների հետ, այսինքն ինքը ղեկավարը պետք է վաճառի 1500 տոմս
Ես օրինակ չգիտեմ 300 տոմ կամ 200 տոմ, այսինքն մենք նույն խնդիրները չենք, բայց ռազմավարական երկխոսությունը, որտեղ տոմս վաճառելը, գիտեք, այսպես ասած դահլիճ լցնելը, ներկայացում վաճառելը, այսպես ասած հովանավոր ունենալը, դրամաշնորհին հետ աշխատելը, այդ sense ոնց որ ինքը տենց կենցաղային հարցեր են։ Երբ որ մենք գնում ենք ավելի մի քիչ ավելի բարձր կետից ենք խոսում, մենք խոսում ենք, չգիտեմ, ընդհանրապես մեր ոլորտում քանի ներկայացուցիչ կա, որ ընդհանրապես գիտի ինչ ուզում անի։ Ոչ թե մենք անում ենք ամեն օր, մենք անում ենք ամեն օր։ Մենք արթնանում ենք, մենք գնում ենք մեր գործին, մենք անում ենք մեր ներկայացումը, բայց գլոբալ ինչ ես դու ուզում անես, այսինքն այդ գլոբալ հարցերը, այսինքն ուտեղ գալիս է արդեն տվյալ թատրոնի արժե համակարգը ու թատրոնների արժե համակարգերը շատ հաճախ իրանք շատ լողոզված ու շատ մեծ գույներով են ստեղծել բարձր արվեստ կամ ստեղծել սեն, բայց այդ կետերը չեն որտեղ, այսինքն այդ կետերում մենք բոլորս նույնն ենք։ Ստացվում ենք բոլորս նույնն ենք, բայց մենք բոլորս նույնը չենք։ Ո՞րն է մեր առանձնահատկությունները, որտեղ ենք մենք տարբեր, որտեղ ենք, այսինքն չգիտեմ, ու այս խոսակցությունները այնքան կարևոր են, որովհետև այդ տեսակ խոսակցությունների մեջ ենք մենք հասկանում իրար, մենք տեսնում իրար, մենք իրար տեսակները հասկանում, որովհետև այլ ծև նայում են, լավ, էս էլ են, ժողովուրդն բզբզում են, որովհետև դու տենց բզբզողն ես լինում, հասկանում եք, իրանք աշխատում են, դու բզբզում ես, կամ դու ես աշխատում, իրանք են բզբզում, ու բոլորին մեղադրում են, իրանք ասում են, դուք ձեզ շատ հեշտ է, դուք այդքան հաշվետվություն չեք տալիս, պետական այդ խնդիրների մեջ չեք, դուք չգիտեք գանձապետարանը ինչ է, այսինքն միշտ այդ կա, որ մենք չգիտենք գանձապետարանը ինչ է, մենք էլ ասում ենք, գիտեք ինչքան հեշտ է, որ դու ամեն ամիս աշխատավարձ ունես, այսինքն շատ բարդ է, բայց այս խոսակցությունը ոչ միտեղ մեզ չի տանի, եկեք գնանք ունենք խաղացանկերը հիմնական բոլոր թատրոնների, քանիսն են իրականությունը արտացոլում, ինչի մասին են մեր ներկայացումները, ինչ ենք մենք բեմադրում, ինչի մասին ենք խոսում, այսինքն ինչի օրինակ չգիտեմ, ինչի տվյալ թատրոնը, ինչի է խաղացանկը sense, ինչի հիման վրա ենք այդ խաղացանկը, ինձ է հետաքրքիր է։ Ինձ է շատ հետաքրքիր, այսինքն ինչի հիման վրա ենք կազմում իր խաղացանկը, իր վաճառքների, պետության ֆինանսավորման ակնկալիքների, իր, չգիտեմ, ռազմավարական բանի, այսինքն ինչի վրա ենք մենք ձևավորում ու այս են խոսակցություններն են, որոնք ու այն հարցերն են, անհարմար հարցեր են, այսինքն հիմա ինչ մի պետք է ժամանակ ծախսենք դրա վրա։ Դուք պատասխանեք այդ անհարմար հարցերին։ Դուք ռազմավարություն ունեք ձեր ներկայացումների, բովանդակության, ընտրության, ինչ օրինակ այն հարցը, որ դուք տալիս էիք, իրականությունը կա ձեր ներկայացումներում, ձեր կարծիքով։ Մենք բավականին անկեղծ ենք այն ամեն ինչի մեջ ինչ որ ստեղծում ենք, այսինքն մենք ստեղծում ենք այն ներկայացումները ու այն ամեն ինչը ինչ որ մեզ մտահոգում է, այսինքն մենք օրինակ չգիտեմ, sense մի քիչ գովազդային է նայվում այս հատվածը, ոնց որ ստացվեց ես ուրիշն վատ բան ասի, այ տեսեք, մենք ինչքան լավ ենք անում մեր գործը։ Չէ, ես վստահ եմ, որ ուրիշներն էլ են իրենց գործերը լավ անում, բայց ուղղակի ուզում ասեմ, մենք այս տեսակ երկխոսություններ չենք ունենում իրար հետ, օրինակ նույն օրինակ 20 թվականին, երբ որ սկսվեց պատերազմը, գիտեք, ինչ պետք է անի արվեստը պատերազմի ժամանակ, այնքան լուրջ հարց է, ինքը պետք է լինի տեղ, որտեղ ինքը քեզ բուժում է, ինքը պետք է լինի տեղ, որտեղ քեզ ժամանց է տրամադրում, թե ինքը պետք է լինի տեղ, որտեղ քեզ հարցեր է տալիս, որի պատասխանը ոչ մեկ չգիտի, Իսկ եւ 1000-րդ, այսինքն չի պետք անպայման ընտրել։ Չէ, բայց ես ասեմ բոլոր հարցեր են, որոնք նույն միջև 20 թվականը դու միշտ մտածում ես, որ չգիտեմ, նույն, մի փոքր 16 թվականին եղավ այն ամեն ինչ, որ մենք պատկերացում չունենք ինչ կարա լինի, բայց ու այս հարցը, այսինքն այդ հարցը, որը ամեն օր այդ հարցին ես պատասխանում եմ իմ նոր ստեղծած բանով, այսինքն ես չունեմ մի պատասխան, այսօր ես չունեմ մի պատասխան, ազնիվ ասեմ, այդ պատասխան, այդ մի հարց, որ ամեն օր ես այդ հարցին պատասխանում եմ, ու ես վստահ եմ, որ այս թեմայի շուրջ խոսալով ես իմ գործընկերների հետ
մենք շատ բաներ գտնենք իրար հետ։ Հիմա դուք ինձ կարող եք ասել, չգնամ խոսում ենք, բայց այդ սրճարանային խոսակցությունը ես եւ դու կամ ես եւ այն, բայց ընդհանուր մենք ոնց որ չենք գալիս մեկ կետի, մինչեւ չի գալիս ինչ որ քրիտիկական կետ, երբ որ ինչ որ մի հատ օրենք կամ ինչ որ մի հատ որոշում ա լինում, որը կարա ազդի ոլորտի վրա, ու այդ ժամանակ ոլորտը միաձուլվում ա, ու այդ մենակ բողոքի եւ անհամաձայնության շուրջ ենք հավաքվում, բայց տենց չի կարա լինի, կարա նաեւ միասնությունը լինի երջանկության շուրջ, միասնությունը կարա լինի պոզիտիվ օրակարգ չունենք։ Դե մի քիչ իրականությունը բարդ է, հա, այսինքն շատ դժվար ենք մենք միավորվում, երբ որ շատ դժվար ենք մենք ընկալում, որ իմ հաջողությունը, քո հաջողությունը, քո հաջողությունը, իմ հաջողությունը, այդտեղ մի քիչ դժվար ենք։ Երևի թե որովհետև երկար ենք, դժվար ենք պայքարում ռեսուրսների համար, մտածում եմ, կարող է նրանից է, որ ես չգիտեմ, ազնիվ չգիտեմ, բայց Չէ, բայց կյանքը երբեք հեշտ չի։ Հա, ոնց չէ, որ ոնց որ արվեստի ոլորտում չէ, ընտրյալ մարդիկ են, ովքեր ոնց որ նույն խնդիրներով ենք ոնց որ բոլորս, բայց երևի թե այդ գիտեք ինչ երևի թե այդ պայքարն է, որ մեկը ավելի լավը, ու այդ պայքարի մեջ մենք ուզում ենք լինել առաջինը, բայց մեր երկիրը ինքն փոքր է, որ մի տեսակ լինել առաջինը նույնիսկ մի քիչ ծիծաղելի է, որովհետև շատ փոքր ենք, էլի գոնե 10 անգամ ավելի լինենք։ Այդ ժամանակ ասենք նոր պայքար ենք, հա։ Նաև նրանից է, որ փառքը մի քիչ շուտ է հասնում քեզ ու լճացումը նույնպես, այսինքն շատ հաճախ կարաս տեսնես երիտասարդ ռեժիսոր, որ երկրորդ, երրորդ ներկայացումից հետո չի ուզում իր կոմֆորտ տեսակից դուրս գա, որովհետև սենց սիրվել է ինքը, հասկանում եք, սենց լավ է, սենց սիրվել է ինքը, նույնը դերասաններին է վերաբերում։ Իսկ սենց լավ է, էլի, ոնց որ նորմալ է, գնացինք սենց, ոնց որ ու այդ գնացինքը կարա լինի 10 տարի կամ ավել, հետո արդեն ոնց որ այդ մկանըտել էլի հետա վարժվում ինչ որ ուրիշ բան անելու։ Բայց Այստեղ ես ուզում եմ եւս մի կարևոր շերտի մասին հարց տալ, որը թատերական քննադատությունն է։ Որտեղ մենք խոսում ենք ոլորտի մասին, ոնց պիտի ոլորտը ձևակերպվի, խոսակցության հարթակ ձևավորի, խոսի, բայց կարծում եմ այդ խոսակցության հնարավորության մեջ շատ կարևոր դեր ունեն թատերական քննադատները, առնվազն պիտի լինեն։ Թե էդ էլ մի բան է, որ կարծում եք այս ինստագրամյան օրերում մենք լուրջ թատերական քննադատություն կամ թատրոնի մասին խոսակցություն լսելու տեմպը չունենք։ Գիտեք, ինձ ուզում եմ տարիներ հետ գնալ եւ հիշել երկու դրվագ։ Առաջինը, երբ որ Հայֆեստ միջազգային կատարողական փառատոնի շրջանակներում առաջին անգամ եկան թատերագետներ, այսինքն քննադատներ, ու երբ որ իրանց հետ դու երկխոսության մեջ էիր մտնում, ինքնից հարցեր էին տալիս քեզ, դու էլ չէիր մտածել այդ հարցերի մասին, այսինքն իրոք այդ ժամանակ դու հասկանում ես, որ քննադատը ինչքան է քեզ օգնում, ինչքան է քեզ այդ շատ է օգնում, շատ է օգնում, այսինքն ինքը չի գալիս ասի քեզ լավ ես արել, վատ ես արել, ինքը քո երկխոսության մի մասն է, այսինքն ինքն մարդնամում հետ դու քննարկում ես այդ ամեն ինչը։ Այս մի դրվագ, որ այսինքն իմ կյանքի մեջ դեպի հարգանքը, որովհետև մինչ այդ ես ավելի շատ հանդիպել էի այդ մշակութային լրագրությանը, երբ որ մի փոքր վավերագրում է, մի փոքր հարցազրույց է, մի փոքր նաև կարծիք է տվյալ լրագրողի կողմից, այսինքն այդ ֆորմատները իմ կյանքում ավելի շատ հետո տեսանք, այսինքն Հայֆեսի շրջանակներում հետո ես հիշում եմ մի ժամանակ կար տենց փառատոն հայկական ձևաչափ, որտեղ ներկայացումներից հետո հանդիսատեսը կամ մասնագիտական ոլորտը մնում էին քննարկում էին քո հետ ներկայացումները, ոնց որ առաջին տարին շատ դաժան էր, որտեվ ուղղակի կապ չունի ինչ էի խաղում, շատ վատ է խաղում բոլոր ներկայացումները, բայց հետո ոնց որ մարդիկ սովորեցին իրենց միտքը արտահայտել, բայց ցավոք այդ փառատոնը էլ չի լինում, ու սենց ինքն էլ է տենց ոնց որ տենց ֆրագմենտալ մնացել։ Հիմա կան թատերագետներ, վստահ եմ, կան քննադատներ, ովքեր գրում են ամեն ինչի մասին,
Բայց այստեղ կարող եմ ասել, որ օրինակ ես ոնց որ իրոք կարոտում եմ այդ խոսակցությունները, երբ որ ինչ որ մեկ եկել է քո ներկայացումը նայել, ինքը չի ուզում իր կարծիքը քեզ ասի, ինքը ուզում է քո հետ հասկանանք այդ process-ը ինչի մասին։ Մանավանդ երբ որ խոսքը գնում է ժամանակակից բարի մասին, այսինքն որ ինքը մի քիչ տենց շատ པարզ չի էլի ամեն ինչ, ամեն ինչ չի միանշանակ ու չգիտեմ, արվեստի այդ քվանտային ուժն էլ կա, չէ՞, այսինքն հիմա այս պահին ինքը այլ ձև է, մյուս պահին ինքը այլ ձև է, ու երբ որ այդ քվանտային ուժի մեջ ստեղծված ինչ որ մի բան, որը շատ նուրբ է ու փափուկ է, ու նաև բայց երբ որ հարցը գնում է, մենք բնականաբար ունենք մասնագիտական կրթություն թատերագետների կամ քննադատների, բայց ցավոք սրտի նաև ոնց որ խոսքը գնաց, այսինքն իրանց արտահայտչա միջոցներն են լինում, էլի սոցիալական ցանցերը, այսինքն շատ հաճախ իրանք նույնպես տենց պայքարում են, եթե տենց լրագրողական չի, ինչ որ ոչ մի մեդիա չի վերցնում, այսինքն վերլուծական մեդիան, հենց մասնագիտական ինքը չկա, որ նույնիսկ իրանք այնտեղ լինեն, տենց ես հետևում ես ինչ որ մարդկանց, իրանց հրավիրում ես, իրանց հետո կարդում ես, բայց ես վստահ եմ որ տեղ կա աճելու էլի։ Բայց գիտեք, այդպես հիմա մենք մի ժամանակում ենք ապրում, որ երբ որ ասելիք կա, հարթակները ձևավորվում են, որովհետև անկախ նրանից սոցիալական ցանցերում ես, թե որտեղ ես, ասելիքը տեղ հասցնելու խնդիր չունես։ Ցանկացած բայի հեռախոսդ միացնում ես ու ուղիղ եթերում ես։ Դու մի քիչ վատ բան ա եկել իրականություն, բայց ասածս այն է, որ եթե մենք այս ոլորտում ասելիք ունեցող ու վերլուծող մարդիկ ունենք, ովքեր խոսք են ասում ու այդ խոսքը լսելի է ու այդ խոսքը ստիպում է մտածել, վերլուծել, քննարկել ձեզ ոլորտի մարդկանց, չեմ կարծում, որ խնդիրը հարթակներն են կամ դրանց բացակայությունն է, այսինքն հարթակները նաև այդ ձևով են ձևավորվում։ Իմ մոտ կարծես թե կա տպավորություն, որ մենք մեր կարծիքների արտահայտման ինչ որ կաղապարներ ենք ձևավորել ու նույնիսկ ներկայացումներից հետո ցանկացած այլ բանից հետո մեր կարծիքները դրանց մեջ տեղավորվում են ու նույնիսկ այդ խոսակցության ձևերը իրար հետ չունենք։ Անկեղծության գուցե խնդիր ունենք նաև։ Ես կասեի, որ մենք հետաքրքիր ես այստեղ մի հատ թեորիա ունեմ։ Շատ շատ իմ թեորիան է։ Ես գնում եմ դեպի հեթանոսություն ու երբ որ մենք ունենք վանատուր աստվածություն, որ հյուրասիրության աստվածությունն է, ով պատժել է քեզ, միակ աստված, որ պատժել է քեզ, եթե դու չես եղել հյուրընկալ, այսինքն ուստեղից ես վերցնում եմ այդ հյուրընկալ բառը, այսինքն հյուրընկալ բառի մեջ կա այդ մասը, երբ որ դու հաճոյանում ես, դու փարատում ես, դու իրան սուրանկյունով չես ընդունում, ստացվում է ինչ որ մի հատ տենց մի հատ գիծ ունենք մեր մեջ, որ պետքա միշտ այդ հաճոյանանք ու այդ ահավոր ձևի արտահայտվում է, երբ որ խոսքը գնում է պետական ոլորտի ներկայացուցիչների հետ, բայց իմ մոտ տպավորությունն է, որ գալիս է այդ կետից, էլի, որ մենք այդ անընդհատ այդ ինքնա ցենզուրան այնքան բարձր մակարդակի վրա ենք հասցրել, որ այդ կարծիքների ձևավորման մեջ մենք չենք կարողանում մի հատ կարծիք ձևավորենք միջև վերջ, որ կամ ինքը հասնում է էքստրեմի, ինչ որ ուղակի սենց մի հատ սենց սուրավոր սիրտը տա մտնում ուղակի սենց չգիտես ոնց հիմա քեզ պաշտպանես, կամ հասնում է ինչ որ մի հատ գովաբանության, որ ուղակի սենց շատ ծիծաղալի է լինում տվյալ դեպքում ու նաև գալիս է հարցը այն, որ նաև ուզում եմ այդ հարց տալ ձեզ, այսինքն երբ որ դուք դրամաշնորհային ծրագիր ա լինում կամ ընտրվում է, երբևիցե կարծիքը օրինակ տվյալ արվեստի գործի կամ տվյալ ներկայացման կամ տվյալ թատերախմբի կամ թատրոնի մասին մասնագիտական ոլորտի ինչ կարծիքի, այսինքն ինչ ռևյուներ իրանք ունեն, ինչ բան է ինչքանով է կարևոր լինում ընտրության հետ կապված, այսինքն այս ոնց որ ռուսերենով ասած ոնց որ երկու կողմ ունի, այսինքն այս կետը, այսինքն ինքը պետքա բոլորիս համար կարևոր լինի։ Ու օրինակ, բարձ օրինակ բերեմ, երբ որ մենք Ավինյոնի փառատոն ենք անցած տարի գնում կամ այս տարի, դու երբ որ հեղինակավոր փառատոն կապ չունի հիմա, չկա հեղինակավոր փառատոն, երբ որ դու դիմում ես հատված, որտեղ չկա քո մասին, այսպես ասած, ռիվյուները, քո մասին մասնագիտական կարծիքները։ Այդ
շատ կարևոր եզրույթ է, որ պետքա բոլորիս համար կարևոր լինի։ Ու այդտեղ մենք չենք արհեստականորեն մեծացնում գրաքննադատությունը կամ չենք արհեստականորեն մեծացնում մի ոլորտ, որը այդքան ազդեցություն պետք է ունենա։ Մենք բերում ենք հավասար նժարի համար։ Ձեր համար նույնպես կարևոր է, մեր համար նույնպես կարևոր է, բոլորիս համար կարևոր է եւ այն մարդիկ, ովքեր գրում են մասնագիտական կարծիք, իրենք նույնպես հասկանում են, որ իրանց ձեռքը տրված է ուժ ու այդ ուժը շատ ուժեղ է ու երբ որ մենք ասում ենք օրինակ շատ հաճախ չգիտեմ իհարկե բոլորս ուզում ենք լավ բաներ լսենք մեր մասին չի ասում շատ նորմալ է մենք ուզում ենք որ մեզ գովան մեզ ուզում ենք որ մեզ լավ բաներ ասեն որտեղ դու ինքս սիրտ ու կյանք ու ջանք ես դրել դու ուզում ես որ քեզ գովան ու այդ նորմալ է որ մեկ կարող է քեզ չգովան դա նորմալ բայց նաև այդ ոնց է տեղի ունենում հա այսինքն ինչքան ենք մենք հոգատար լինում իրար հետ, երբ որ իրար մասին կարծիք ենք արտահայտում, դա շատ կարևոր։ Ես հիշում եմ ժամանակներ, երբ որ նույն մասնագիտական ոլորտի ներկայացուցիչներ կարային լքեն ներկայացումը իրանց գործընկերոջ, հասկանում եք։ Իսկ երբ որ ես հանդիսատես եմ հասարակում նայում եմ տեսնում որ այս մի ոլորտի ներկայացուցիչը, քանի որ մեր բոլորի դեմքերը գիտեն, լքում է, ես արդեն վերցնում եմ իրան որպես գնահատական, չէ՞։ Այսինքն մենք պետք է պատասխանատու լինենք մեր քայլերի համար ու այդ բոլորիս է վերաբերվում ու նույն ես շատ կուզենամ որ քննադատությունը մեզ մոտ շատ ավելի շատ ու այդ որ ասում են առողջ չգիտեմ սպիտակ նախանձ առողջ քննադատություն ինչ-որ բաներ են քննել բայց առողջ քննադատությունը ինքը հենց առողջ է մեզ պետք չի առողջ քննադատ ինքը հենց առողջ այսինքն հաստատ կա անառողջ հաստատ կա անառողջ երբ որ ու նաև նույն բանը այսինքն մենք չենք նենց հետաքրքիր է երբ որ ել եմ ասում երբ որ քո դիմաց խոսում է քո հետ այն կետից երբ որ իրանք խոսում են քո հետ հոգատարության կետից այլ ձև է խոսքը ձևավորվում որովհետև ինքը միտված է որ քո գործը լինի ել ավելի լավ այլ ոչ թե գրաքննադատությունը միտված է որ տվյալ արվեստագետը երբևիցե էլ չստեղծագործի գիտեք այդ այլ կերպ գուցե կարելի է կոչել պրոֆեսիոնալիզմ այսինքն այդ որ մարդը ուղղակի գիտի ինչ է անում որը ցավոք ոչ միշտ է որ տարբեր ոլորտներում կարող ենք տեսնել բայց այդտեղ նաև էլի մեր նախարարության խնդիրն է որովհետև դա կրթության չէ բոլորը միշտ այդ ու բայց կներեք էլի որ միշտ այդ կրթությունը գալիս ասենց այդտեղ էլի ես մի թեորիա ունեմ ես կանխեցի էլի որ դուք ասեք ես ամենը խնդրեմ այդ կրթության խնդիրը ես իրոք ես երբ թե 4-5 տարի արվեստի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր եմ անում Ցյուրիխի արվեստի համալսարանի հետ ու մարզային ամեն տարի ու մեր մանկավարժականի հետ ու ամեն տարի մոտ 40 արվեստի ուսուցիչների վերապատրաստում ենք անում ուսուցչի դերը նույն արվեստի ուսուցչի դերը ընդհանրապես չի գնահատվում ոչ ընտանիքում ոչ դպրոցում, ոչ հանրության մեջ, բայց արվեստի ուսուցիչն է մեզ առաջին հերթին տալիս հնարավորություն, որ մեր քննադատական միտքը ձևավորվի, որովհետև այդ առաջին առարկան է լինում, որ ինքը վերարտադրողական չի, դու չես սովորում ու կրկնում, դու ստեղծագործում ես ու մոտենում ես ինչ-որ հարցերին քո ձևով, ու այդ այնքան կարող է արվեստի ոլորտում դառնալ մեզ ամենը, բայց այդ այնքան կարևոր է, երբ որ մենք խոսում ենք քննադատական մտքից, մենք չենք կարող խոսենք մենակ թատերագետների քննադատ, մենք ոնց ասենք ազգի քննադատական մտքից պետք է խոսենք, որովհետև ինքը շատ կարևոր է, նույն քաղաքական իրավիճակը, այսինքն նույն ամեն ինչ, երբ որ խոսքը գնում է մի իրավիճակին տարբեր կետից նայելու հնարավորության ու կարողության մասին բոլորս են կաղում, որտեվ լեմ ասեմ, այդ ոնց որ ես հիշում եմ արվեստի դասերը, ես հիշում եմ որ պատին նկարում են, ես պետք է էլի ինքն էլ վերարտադրողական դառը, ու երբ որ ես խոսում եմ մեր մարզային ուսուցիչների, իրանց խնդիրը դառնում օրինակ, չգիտեմ, մարտի 8-ին պատրաստվելու ձևավորումներ անելու, հիմա ձեռներեցությունն է մտնում դպրոց, որը էլի տարօրինակ եզրույթ է, որ էլի գտնում արվեստի առարկային, բայց այդ քննադատական միտքը կրթական, ես տեսնում որ այդ շատ ու շատ կա հենց արվեստի առարկայի մեջ, որովհետև ինքը տալիս է քեզ այդ սենց այդ
ոնց որ հասկանում եք, այդ անհամատեղելի գույները առաջին անգամ դու քո թղթի վրա կարաս անես արվեստի դասի ժամանակ, հասկանում ես, կես աղքյանք ասել են կարմիրը մի խառնի, չգիտեմ կապույտի հետ մի խառնի, բայց դու այդ օր դասին նստել ես ու խառնել ես ու դու հպարտ ես ու դու տեսնում ես քո արդյունքը, այդ այնքան լավ է։ Այդ իրականում լավ է եւ իրականում արվեստ առարկան հանրակրթական դպրոցներում թերևս ամենակարևոր ուղղություններից մեկը պիտի լինի, նաև այդ պատճառով է, որ մենք մեր հանրակրթության փոփոխություններում արվեստը մինչև 12-րդ դասարան տարանք եւ շատ կարևոր մեծ փոփոխություն ավագ դասարաններում առանձին արվեստ առարկա ենք դրել ու գուցե օրինակ մի օր ցանկություն ունենաք դպրոցներում աշակերտներին արվեստ դասավանդել, ինձ թվում է հետաքրքիր փորձ կլիներ։ Ահա, ես երկար տարիներ դասավանդել եմ թատերականում։ Հիմա դասավանդում եմ Ցյուրիխի արվեստի համալսարանում, մոդուլային եմ դասավանդում, որտեղ ճիշտ ասեմ էլի ամեն ինչ։ Նաև կարող է շատ ինչ-որ կարծրատիպային ու բանալ բան եմ ասում, բայց մարդ պետք է զգա, երբ ուզում է դասավանդի, նաև պետք է ունենա հնարավորություն, որ երբ որ իր ֆիզիկական կարողությունները եւ երջանկության մակարդակը եւ կիսելու հնարավորությունները սպառման կետում են, չդասավանդի։ Դա նույնպես շատ կարևոր բան է, որ մեր կրթական համակարգը պետք է թույլ տա մեր դասախոսական ու ուսուցչական անձնակազմին, երբ որ սպառվում են, շատ հաճախ, ասում եմ, վերջում էլի ասենք ֆինանսական չպետք է լինի մենակ որոշում, այսինքն պետք է լինի, եմ ասում, այդ գաղարդական փայտիկը շատ կարևոր է որ լինի, բայց պետք է լինի ինչ որ մի ձևը, երբ որ մարդիկ, պատկերացեք մարդիկ կան, ովքեր 1945 թվականից դաս են տալիս, չգիտեմ, հասկանում եք 1968 թվականից դաս են ու իրանք ապրեն, հասկանում եք, այդ հերոսի կոչում պետք է տաս այդ մարդուն, նախ այդքան ու հիմա հեռախոսների էս, չգիտեմ, ծնողները չեն ուզում կրթեն նրանց երեխաներին տալիս են հեռախոս, ուղարկում են դպրոց։ Այդ դպրոցի ուսուցիչը ինչ անի այդ 40 րոպեվա ընթացքում, այդ հեռախոսից հետաքրքիր լինի, հասկանում եք, երբ որ ինքը կարա այսինքն անի, ամեն ինչ փոխվի, հիմա ուսուցիչին ինչքան անես, չի փոխվում, հասկանում եք, ու այդ ուսուցիչը այնտեղ արդեն բերում է, չգիտեմ, YouTube-ի տուտորիալներ, սկսում սովորացնել, բան, մենք ստեղծում ենք հանրություն, որը ունի, չգիտեմ, քննադատական միտք, թե մենք ստեղծում ենք հանրություն, որը հարմար է, այսինքն այս բոլորը հարցեր են, որ մենք պետք է տանք այդ նույն ձևի, այսինքն հենց երեխան լացեց, մենք իրան տվեցինք հեռախոս, որ ինքը դառնա մեզ հարմար, ուսուցիչները, չգիտեմ, դասապրոցեսը նենց են կառուցում, որ հանկարծ ոչ մի բան ծնող չբողոքի, հետո բուհում դու կառուցում ես մի հատ ձև, որ հանկարծ ոչ մեկ ոչ մի բանից չբողոքի, ասենց բոլորը ասենց նուրբ բարձրացնում ենք, հետո գայս այնքը աշխատաշուկային է տենում, տեսնում ենք ում պետք է ու այսինքն այս այդ կրթության պահը որ կա, մենք այնքան էլ եմ ասում, մենք այնքան ենք բարեփոխում, այնքան ենք իրան փորձում լավ անենք, բայց ինձ թվում է ինչ-որ մի կետ էլ նաև պետք է վերցնենք մեր վրա, որ պատասխանատվություն, որ ոչ մենակ պետությունը պետք է բարեփոխի, այլ պետք է ոնց որ այն որ բոլորս էլի պետք է այդ մաքրելու գործով զբաղվենք, որովհետև դա այնքան կարևոր է, չգիտեմ, դուք գիտեք իհարկե, բայց մեր դպրոցները մի քիչ ինչքան մոտիկ են գալիս կենտրոնին, այլ հարցեր են լինում, ինչքան կենտրոնից դուրս են գալիս, այդ դպրոցները իրանք չգիտեմ, ասած այդ կենցաղ, այդ ամեն ինչ այնքան ասած այդ մի 40 րոպեվա մեջ է, որ այդ եմ ասում, բայց այդ պահը, որ մենք պետք է ունենանք քննադատական միտք ու պատրաստ լինենք դժվար հարցերին ու անպայման չի ունենանք պատասխաններ ու կարող մեզ քննադատները հենց տան դժվար հարցեր ու կարող ես չունենամ այդ պատասխանը, բայց ես ուզում եմ այդ իրավիճակում ունենամ ու կարող մեր իրականությունն նրա մասին է ու մանավանդ հիմա մեր իրականությունն նրա մասին է, որ մենք ունենք մենակ հարցեր, մենք չունենք պատասխաններ, մենք ունենք հարցեր, ինչի, ոնց, որտեղ, այս բոլոր հարցերը մենք ունենք ու մենք այս հարցերը մեզ պետք է տանք կարող այդ մեր հարցերին ամենօրյա մեր պատասխանները լինեն այն հնարավորությունները, որ մենք մի փոքր կփոփոխվենք, այսինքն անհնար է մենք այսքան տարի իրար հետ աշխատում ենք, չգիտեմ, 20 տարուց ավել մենք ստեղծագործում ենք, չգիտեմ, քանի ներկայացում, այնինչ, բայց առաջին օրը ու այսօր մենք նույն խնդիրները ունենք։
Բայց իհարկե տարբեր ձևի ենք լուծում, բայց մենք նույն խնդիրներ ունենք, նույն արվեստի չափելիությունը, ինչքանով այնքը եկամտաբեր, հա, երբ որ մենք խոսում ենք ստեղծարար արդյունաբերությունից, մենք խոսում ենք եկամտաբերությունից, բայց նաև եկամտաբերությունից հետ կապված մենք բացի ֆինանսականից այլ ինչ չափորոշիչներ ենք վերցնում իր հետ, այսինքն ներկայացչական կամ ու այս բոլորը մեզ բոլորին է վերաբերում։ Շատ ուրախ եմ, որ մենք հիմա այս երկխոսության մեջ ենք, բայց նաև այս երկխոսության շարունակական լինելու մեջ է գաղտնիքը, որովհետև մենք այսօր ոչ մի բանի լուծում չենք գտնի, որովհետև գծիկը շատ է։ Այս ուզում եմ հենց ամփոփելով այդ հարցը տալ, ինչպես պիտի պետությունը հարաբերվի անկախ թատրոնների հետ, որպեսզի դա մի կողմից օգնի անկախ թատրոններին զարգանալ, մյուս կողմից այդ կարգավիճակը որևէ կերպ չխաթարվի։ Եկեք սկսենք 0 կետից, եկեք սկսենք ճանաչելուց իրար։ Եկեք, որ ոչ մենակ, չգիտեմ, նախարարի մակարդակով, այլ բոլոր մակարդակներով մենք իրար ճանաչենք։ Եկեք սկսենք կետից, երբ որ մենք ճանաչում ենք իրար ու պետության, չգիտեմ, պետությունը ոչ թե գիտի, այլ նաև հասկանում է, այլ նաև զգում է, այլ նաև տեսնում է տարբերությունները անկախների միջև, այսինքն իանել մի գույնով չի տեսնում, այսինքն տեսնում է, օքեյ, այս մի թատրոնը սենց է, այս մեկը սենց է, այս մեկը սենց է, ու այդտեղից մենք այդ կետից պետք է սկսենք, ու որից հետո կշարունակենք, որովհետև բնականաբար, երբ որ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ որ նույնիսկ, չգիտեմ, ճամփորդական դրամաշնորհներն են խնդիր կամ այն տարածքները, փորձատեղին, ազատ բեմերը, այս բոլորը մեծ խնդիրներ են, բայց այս խնդիրները այս բոլորը են այդ կծիկն է, բայց այդ կծիկը բոլորիս մոտ տարբեր ձևի է, ու ասել, որ բոլոր անկախ թատրոններն էլ միաձուլված են մեկ համակարգի մեջ, դա չէ սուտ։ Այսինքն ու այդ հնարավորություն կտա, որ մեր մեջ է լինի այդ պատասխանատվությունը, որ եկեք մենք միասին ինչ որ բան անենք, որովհետև ինձ թվում է ճանաչելն ու իմանալը շատ կարևոր է, նաև հասկանալը, թե որն է այդ ընտրության դրդապատճառը, որ ես ընտրել եմ լինել անկախ թատրոն, ու ոչ թե դուք այդ իմանաք թեորիայում, այլ իմանաք գործերի մեջ ու ստեղծագործությունների մեջ։ Շատ լավ, պայմանավորվեցինք, ուրեմն կշարունակենք երկխոսել, արդեն նաև ձեր ներկայացումների ու մնացած բոլոր հնարավորությունների ընթացքում ուզում եմ շատ շնորհակալ լինել այս զրույցի համար, իսկապես կարևոր է, որ նաև մեր միջոցով ձեզ ճանաչեն։ Մենք ձեզ ճանաչենք, բայց մեր միջոցով նաև ձեզ ճանաչեն ու թատրոնները շատ կարևոր տեղեր են դժվար խոսակցությունների համար։ Հույս ունեմ, որ առաջիկայում այդ խոսակցությունները կշարունակեք։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շատ շնորհակալ եմ, որ երկխոսում ենք ու շատ կարևոր է, չգիտեմ, հիմա այս եթերը նաև նայելու են, նաև նայելու օրը մենք ինչ փոխվի ամեն ինչ միջև այդ կապ չունի, բայց այսօր այս պահին հիմա մենք անկեղծ ենք ու դա կարևոր բան չկա։ Շնորհակալություն։